Ամենամուլտիպլիկացիոն ողջույնները գույների աշխարհից իմ շատ սիրելի փոքրիկ հեռուստադիտողներ։ Եթերում մուլտիկնիկ մանկական ուսուցողական հաղորդումն է, ձեզ է ողջունում մուլտ աշխարհի ամենաբարի նկարիչ Քերի Մուլտիկնիկը։ Իհարկե, ձեզ ողջունում են ձեր սիրված բոլոր մուլտիպլիկացիոն հերոսները, ինչպես նաև մեր մշտական լավագույն բարեկամ Ապաչի ընկերությունը։ Իր քաղցր ձողիկներով, թխվածքաբլիթներով, կրեկերներով, չիփսերով, արևածաղկի սերմերով, նախաճաշիկներով, աղի ձողիկներով հանդերձ սիրելի փոքրիկներ եւ ձեր շատ սիրելի մարշմելոյով ձեզ ողջունում եմ։ Իր կախարդական խոսքն է ասում, որպեսզի համտեսելուց հետո կարողանաք այնպես նկարել, ինչպես Քերի Մուլտիկնիկը, նույնիսկ ներկել։ Ձեզ նաև ողջունում է մեր ժամապահ Քերին, ով գտնում է այս տեսախցիկի ետևում, մեզ երկար ժամանակ կտա փոքրիկների առաջադրանքը այդ շաբաթվա ընթացքում ամբողջովին կատարել։ Եթե հիշում եք, դուք ձեր սպիտակ թղթիկները, գունավոր մատիտները, ռետինե ջնջոցն ու սև կախարդական մատիտները պատրաստ պահեք, ես ասեմ, եթե հիշում եք, մի քանի շաբաթ առաջ ես խոստացա լավագույն առաջադրանք վերնագրով նկարը, դե խնդրանք փոքրիկների կողմից Քերի Մուլտիկնիկը անպայման կատարի։ Դա վերնագրից կախված կլինի, թե ինչ ենք այսօր մենք նկարելու։ Մեր նամակների սենյակից լիքը նամակներ են փորփրել, առաջադրանքներ եմ նայել, օրինակ քաղաք Երևանից Աստղիկ Սիմոնյանը, այստեղ տարիք չի գրում, խնդրել է Քերի Մուլտիկնիկին, որ Քերի Մուլտիկնիկը ձեզ սիրելի փոքրիկներ եւ Սիմոնյան Աստղիկին սովորեցնի նկարել բախտագուշակ Չաչանակը։ Չաչանակը գիտեք ինչ է, թռչուն է, ագրավի նման, մի քիչ պոչը երկար, ծառերին անընդհատ չաչանակություն է անում, կռում է, այսպես շատ արագ, բայց չգիտես ինչու Աստղիկը մեր այս Չաչանակին նաև նմանեցրել է բախտագուշակի։ Հետաքրքիր կերպար կստացվի, վերնագիրը ինձ դուր եկավ։ Դե գրում եք վերնագիրը, բախտագուշակ Չաչանակը, հերոսին նկարելու ենք, դուք այնտեղ ստեղծագործելու եք նկարելուց հետո, ետևի մասում նկարեք երևի իր տնակը, կախարդական եւ այլն։ Օրինակ մի փոքրիկ պատմություն մեկ էջի վրա եւ ուղարկեք Քերի Մուլտիկնիկին։ Լավագույն 3 նկարի եւ պատմության հեղինակները ձեզ կարող են նաեւ օգնել մայրիկները, տատիկները, պապիկներն ու հայրիկները, եթե ձեզ հետ են հիմա։ Եվ ուղարկել եք Քերի Մուլտիկնիկին 3 հաղթողներ մեր Ապաչի ընկերության կողմից կստանան նվերներ, իսկ Քերի Մուլտիկնիկը նրանց կհրավիրի մասնակցելու մեր հաղորդմանը։ Տեսեք իմ լավ բարեկամներ, մեր բախտագուշակ Չաչանակին նկարելու համար ես սև կախարդական մատիտն եմ վերցնում, դա այն սովորական մատիտ է, ուղղակի մեր ձեռքում դառնում է կախարդական եւ նկարում եմ նրան։ Սկսելու ենք կտուցից։ Չաչանակի մուլտիպլիկացիոն կտուցից ենք բարագծիկով կանենք, հետո կհաստացնենք։ Այսպիսի մի ալիքաձև պատկեր ենք նկարում։ Այստեղ կորիկ, սուրանկյուն, էլի կորիկ, նոր ներքևի մասը կլորիկով միացնում ենք, սրածայր ենք դարձնում։ Այսպես։ 1, հիմա ներքևի կտուցը։ Այստեղ եթե անձրևի կաթիլի նման պատկեր նկարեմ, կստացվի նրա քթանցքը։ Իմ փոքրիկ բարեկամներ, հիմա ես ուզում եմ գլուխը նկարել, հետո երևի թե երասկոտ կամ բախտագուշակի նման աչքերը փակած ինչ որ բան է ասում մեր Չաչանակը։ Այստեղից ուրեմն կլորի գլուխն ենք նկարելու, մազի թելիկներ, նկարելու եմ ուրեմն գլուխը ամբողջությամբ, հետո ականջողել կտամ, հա, այսպես պատկեր կնկարեմ, այստեղ կլորիկ կանեմ, մեծ գնչուի նման ականջող կտամ, աչքերը ինչ որ մի տեսակ փակ կնկարեմ, այսպես մեր ավանակին հիշում եք, չէ՞, ինչպես ենք նկարել աչքերը, նույն ձևով, այստեղում քերներ այսպես կլինեն, եզրագծված։ Անպայման գնչուի, դե բախտագուշակ գնչուի նման գլխաշոր եմ տալու նրան, այսպես այստեղից բարագծիկով կգնանք, մի քիչ առաջ կգանք, այստեղ հանգույց կանենք, ժապավենի նման, տերևիկի, լավ, այսպես ասեմ, կշարունակենք,
Այսպես։ Ինքնից է ինչ-որ մի բան ստացվում է։ Մեր չաչանակի դունչիկը նկարել ենք, գլուխը նկարել ենք, գլխաշորի վրա այսպես կալորիկներ կանենք։ Այստեղ է։ Հիմա մարմինն եմ նկարելու, ինչպես եմ նկարելու մարմինը, նախ եւ առաջ ուզում եմ այստեղից թևիկ նկարել, ծալված, երևի կողքին այսպես դրված նկարենք, այստեղից թևիկը, փետուրներով, հետո մարմինը կորությամբ կնկարեմ այստեղից, տաբատով պետք է նկարեմ այսպես ուրեմն, հետաքրքիր տաբատով, հագուստը, հիմա կնկարեմ ոտքերը իմ լավ բարեկամներ, դե ճանկերով հանդերձ, հետո պոչիկը, հետո նոր ձախ թևիկը, թե ինչ գործողությամբ է զբաղվում, տեսեք, այստեղից բարակոտիկներ, ճանկերը, 1, 2, 3 և ետևի մատիկը, ձախ ոտքը հակառակ ուղղությամբ կանենք, մի քիչ այսպես, այսպես, և ետևի ոտիկը, վատ չէ, պոչիկը այստեղից երկար նկարելու ենք, փետուրները բաժանենք, Այս ուզում է, գիտեք ինչ անեի, շապիկը շերտիկների բաժանի, որ հետո մենք ներկենք 1, 2, 3, այսպես շարունակ, հա։ Թող գունեղ հագուստ ունենա։ Ու երևի թե ձախ ձեռքը պարզենք առաջ ու ձեռքում կախենք բախտագուշիկի ուլունք աչքը։ Այսպես ուրեմն։ Հիմա ծալված փետուրները կնկարեմ։ Այսպես, ուլունք աչք կկախենք այստեղ։ Եվ բախտագուշակները կարծես թե բոլորը ինչ-որ աչպահարական ինչ-որ բաների մեջ են, կախարդանքների մեջ։ Այսպես, երբ որ ներկենք վերջացնենք, արդեն պարզ կդառնա, թե մեր չաչանակը ինչպիսին է։ Ժամանակ ունենանք, իմ փոքրիկ բարեկամներ, ժամանակ եթե ունենանք, այստեղ չմոռանանք, այստեղ շորիկը ավարտենք։ Ժամանակ ունենանք էլի, բնություն կնկարենք ետևի մասում, բայց հիմա ես ուզում եմ սկսել կարմիր մատիտից։ Գլխաշորիկն ենք ներկելու, կալորիկները սպիտակ եմ թողնելու, մնացած ներկեմ կարմիր։ Այսպես։ Դուք առանց շտապելու կալորիկները ձեր կարմիր մատիտներով ընդգծեք դրսից, հետո ներկեք, հա։ Այսպես։ Ու շարունակում ենք ներկելը։ Երևի ինձ մոտ չաչանակ գնչու բախտագուշակ ստացվեց։ Այսպես։ Էրջ, լավ է։ Դեղին մատիտով ուրեմն ականջողը կներկենք, այսպես։ Դե քանի որ չաչանակը սև ու սպիտակ է լինում, մենք սևով կներկենք, հա։ Եկեք դունչիկը մուկ դեղին մատիտով ներկեմ, այսպես, գծենք, ներքևի հատված ավելի մուկ եմ ներկում, վերևում փայլիկ թողնելով, եթե նկատում եք, տեսեք, մոխրագույն մատիտը կվերցնեմ երանք տալու համար, եթե երևում է իհարկե, գլուխը կլորացնելու, մի փոքր կարող է լավ չի երևալ, կոպերը, այսպես, պարանոցը, սև մատիտով թևիկները ուղղակի այսպես զուգահեռ
գծիկներով կներկեմ, շատ թույլ երանգով, որ սպիտակն էլ երևա, եթե նկատում եք յուղամատիտով եմ ներկում, մուգ գծիկներ եմ անում, թևիկները տեսակ ինչ գեղեցիկ երևաց, հիմա կանցնեմ ձախ թևիկին, էլի զուգահեռ գծիկներով, որ իբր փետուրներ երևան, ներքևի հատվածը ավելի մուգ եմ անում, և պոչիկը սև կներկենք փետուրները առանձնացնելու համար, աչակողմյա և ներքևի հատվածը ավելի մուգ եմ ներկում, այսպես չաչանակի սպիտակ և սև նախշերով, հիմա այսպես գծիկներ ենք անում փետուրներ ստացվելու համար, հագուստը իմ լավ բարեկամներ, այստեղ ենք փետուրներ անելու, քթանցքը սևով, կրծքավանդակը էլի սևով կանենք, հիմա հագուստը ես կներկեմ նարնջագույն սպիտակ, այսպես շերտիկներով բաժանելու եմ, քերի ինչքան ժամանակ ունենք, քերին ասում է շատ քիչ ժամանակ է մնացել, պետք է շերտիկները արագ ներկել վերջացնել, ուրեմն բաց դեղինը կվերցնենք, սպիտակ թողված հատվածները այսպես բաց դեղինով կերանգավորենք, ոտքերը դեղին կներկենք, ուլունքը մի փոքր կապույտ կներկենք, այսպես, էլի դեղին մատիտով գլուխը կլորացնենք, մի փոքր սպիտակից առանձնացնելու համար, կոպերը, այսպես, կանաչ մատիտը վերցնում ենք իմ լավ բարեկամաններ, գծիկից ներքև կանաչ ենք ներկելու, տեսեք, հերոսին նկարում եք սիրելի փոքրիկ բարեկամներ, այս կանաչի, որ վերևում նաև կապույտով եմ սպիտակը ճնշելու, կապույտի փոխարեն դուք կարող եք նկարել մեր գնչու, բախտագուշակ, չաչանակի տնակը թեկուս, այնտեղ բնություն, անտառ, չէ որ անտառի հերոսների բախտն է գուշակում, այսպես ես սպիտակ թղթիկով ուղղակի սպիտակ թղթիկը ուղղակի ճնշելու եմ, և մեր բախտագուշակ չաչանակը թռչունը պատրաստ է, տեղում հորինեցինք, ձեզ համար սիրելի փոքրիկ բարեկամներ, մի քիչ դյուրին նկարեցի, որ ամենափոքրիկ նկարիչներն էլ հեյսևով նկարային մեր չաչանակ հերոսին, այս նկարները ձեր հորինված պատմությունները ուղարկում եք մեր հասցեով, քաղաք Երևան, Ալիխանյան եղբայրների 2, կենտրոն հեռուստաընկերություն, Մուլտիկնիկ հաղորդմանը, իսկ դուք բաժանորդագրվեք սիրելի մեծեր Մուլտիկնիկ YouTube-յան էջին, այնտեղ լիքը բաներ կան, որ ձեր փոքրիկները կարող են վայելել, դիտել, այսքանը ժամապահ քերին, մեր գնչու միքչելի երևակայող բախտագուշակը, ինչպես էր անվանել Աստղիկ Սիմոնյանը քաղաք Երևանից, բախտագուշակ չաչանակը, մուլտ աշխարհի բոլոր հերոսները, Ապաչի ընկերությունը և Քերի Մուլտիկնիկը ձեզ հրաժեշտ են տալիս, կհանդիպենք հաջորդ հաղորդմանը։ Աստված ձեզ պահապան, Ալբուլդա։ Hello.